Տեսեք, աբսուրդա մեր երկրի տնտեսական զարկերակը կապել Ադրբեջանով եկող ճանապարհի հետ։ Պատկերացնում եք, մեր հույսը լինի Ադրբեջանով եկող ճանապարհը, մենք տեսանք, չէ, թե ինչպես բլոկադայի ենթարկեցին Արցախը եւ ինչպես սպանեցին Արցախը, ես մինչեւ հիմա հիշում եմ Ադրբեջանի պաշտոնական Telegram կանալներից մեկի սարքած ռեպորտաժը, ով արցախցիներին համեմատում էր վայրի կատվի հետ, ասում էր ինչպես հնազանդեցնել վայրի կատվին, որ նա գա եւ քո ձեռքից վերցնի հացը, պետք է նրան սոված պահել եւ հիմա այս հորթային հրճվանքը, որ հրճվել են հեսա ղազախական ցորենը ադրբեջանական ճանապարհով գալու է եւ թքած Ռուսաստանի վրա ու թքած Լարսի վրա, ես կրկնում եմ, միայն թշնամի եւ միայն դիվերսանտը կարող է մտածել, որ մեր տնտեսական ողնաշարը եւ մեր տնտեսական աորտաները կարող է կապված լինել եւ կարող ենք մենք թողնել Ադրբեջանի մեծահոգության եւ բարեգթության հույսին։ Այդ մեծահոգությունը ադրբեջանական ճակերտավոր մենք բազմիցս ենք տեսել Բուդապեշտում քնած զինվոր կացնահարելով, Ջերմուկում ազատամարտի կանանց մաշկը հանելով, նրանց օրգանները կտրելով եւ մտցնելով իրենց բերանները եւ այդպես սոցիալական ցանցերում տարածելով, դպրոցից տուն գնացող երկու եղբայրների գնդակահարելով փոքրահասակ եւ 44-օրյայի առաջի զոհը եղել է 6-ամյա աղջիկ, այնպես որ ես հասկանում եմ, որ այս իշխանության համար ադրբեջանական օրակարգն է շարժից ուժը, բայց դա կլինի մեր երկրի վերջը, եթե մեր տնտեսական օրակարգը մենք այսօր փորձենք, ուրեմն թքելով ԵԱՏՄ-ի վրա, մենք փորձենք այսպես ադրբեջանական աորտաներով ճանապարհներ փնտրել։